Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, AMG-ի հեռուստակայանի եթերում դարձյալ 30 րոպեն է, այսօր մենք խոսելու ենք մշակութային թեմաներով, համայնքային, հայրենիք սփյուռք, մշակույթ եւ գեղանկարչություն։ Մեր նախորդ թողարկումների ընթացքում մենք խոսել ենք պարբերաբար, ուրեմն համայնքում կազմակերպվող ցուցահանդեսների մասին, որոնք ուրեմն տեղի են ունենում Մարտիրոս Սարյան ստեղծագործական միության ուրեմն նախաձեռնությամբ եւ ահա Պարոն Աշոտ Գեղամյանի տնօրինությամբ հերթական գեղեցիկ միջոցառումն է նախատեսվում այս ամսվա մեջ սեպտեմբերի 24-ին ժամը 7-ին տեղի կունենա Հայաստանից ժամանած 4 գեղանկարիչների ցուցահանդես Անդրեյ Շուգարով, Կայծակ Վանիկյան, Փայլակ Վանիկյան, Տիգրան Սմբատյան եւ այս միջոցառումը տեղի կունենա Հայ առաքելական եկեղեցու արևմտյան թեմի առաջնորդանին կից գործող ուրեմն Զորայան թանգարանում հիմա մենք խոսենք մանրամասների մասին եւ այս առիթով իմ հյուրերն են այսօր Երևանի ժամանած ուրեմն գեղանկարիչ Անդրեյ Շուգարովը եւ ուրեմն համայնքային գործող ուրեմն արվեստագետ, նկարիչ վերականգնող կամ ինչպես ասում են ռեստավրատոր ուրեմն Հայկ Ամիրխայանը, բարի երեկո, պարոն, շնորհակալություն։ Պարոն Աշոտ Գեղամյանը զբաղված էր վերջին կազմակերպչական հարցերով, չկարողացավ հասնել այս եթերին, բայց ուրեմն մենք հետագայում առիթ կունենանք իր հետ խոսելու։ Եվ այսպես ցուցահանդես է սպասվում, արդեն բոլոր նկարիչները այստեղ են։ Պես է, պարոն Շուգարով, ձեզ հետ են ժամանել։ Նախ ներկայացնենք, թե ովքեր են նկարիչները, դուք եւ ձեր ընկերները եւ ինչ գործեր են ներկայացվելու, խնդրեմ։ Մենք համահող ենք լրիվ եւ այս երեք նկարիչը ես եմ ներկայացնում, իրանք ստեղ չեն։ Իրանք ստեղ չեն։ Ոչ, մենակ ես եմ եկել։ Երեքն էլ շատ բազմաժանր տաղանդավոր նկարիչներ են, իրարից տարբերվող եւ լավ կրթություն ստացած պրոֆեսիոնալ, ես դա շատ մեծ նշանակություն եմ տալիս պրոֆեսիոնալ կրթությանը։ Եվ Փայլակ Վանիկյանը, եւ Կայծակ Վանիկյանը, եւ Սմբատյան Տիգրանը։ Ամեն մեկը ունի իր յուրահատուկ ստիլ, ոչ, այո, գեղանկարչական լեզու, այսպես ասած։ Եթե խոսանք նկարների մասին, ասենք, համ ներկայացնեմ Կայծակի այդ հոգևոր թեմաները, որը ցուցահանդեսում ժողովուրդը կտենա եւ խորացված, այո, ինքը խորացնում անընդհատ, այսինքն մի տեղ չի կանգնում, անընդհատ աշխատանքի process-ի մեջ է այդ նկարիչը։ Նույնը կարամ ասեմ Փայլակի մասին, բայց իր թեմաները մի քիչ ուրիշ են, վերաբերվող մայրության, կանանց, այսպես, այո, սինթեզա, այո։ Սմբատյան Տիգրանի թեմաները մի քիչ ուրիշ են ինտելեկտուալ նկարչությունը, ռեալիզմի եւ ասենք պատմական թեմաներով էլի շատ հետաքրքիր։ Իսկ ձեր գործերը ինչ։ Իմ գործերը երևի ամենահասարակն են։ Համեստություն եք։ Չէ, համեստություն չեմ անում, գիտեք ինչ, ես ամեն ինչը նկարում եմ։ Եվ ստեղ ասենք վերել եմ տարբեր ժանրերի նկարներ։ Բայց ես աշխատել եմ որոշ ժամանակ Փարիզում եւ այնտեղ սկսեցի նկարել ձիեր, պահանջեր այդտեղ։ Այո։ Հետո խորացա այդ թեմայի մեջ։ Նաեւ սիրում եմ եւ բնանկար, նատյուրմորտ, դիմանկար, աբստրակտ արվեստ։ Այդ ամեն ինչը կտենաք ցուցահանդեսում։ Ինչ պատմեմ ինչ ձևի նկարներ։ Մոտավորապես քանի գործեր են ներկայացվելու։ Ընդհանուր իշքան հիշում 73 թե 74 գործ, 74 գործ։ Հա։ Եվ ցուցահանդեսը ինչով է հետաքրքիր, որ սա նկարիչները այդ 4 հոգի, որոնք ես տարբեր են, բավականին տարբեր են։ Այո, բազմաժանր, այո, բազմաժանր տարբեր ուղղությունների արված գործեր են։ Եվ դա երևի հետաքրքրություն կառաջացնի, անշուշտ, որտեվ միապաղաղ չի լինի ցուցահանդեսը, վստահ, կլինի հետաքրքիր, տարբեր մարդիկ, տարբեր հետաքրքրություն ունեցող, մտածողություն, ամեն մեկը կարող է գտնել իր այո, նախընտրած ոճը, մտածողությունը, կոմպոզիցիան, այդ ամեն ինչը այնտեղ կերևա։ Ես վստահ եմ, որտեվ ասեմ գրագետ են արված գործերը։ Այդ մեկը ես կարամ ասեմ, ինչքանով դրանք հոգին կշարժեն ժողովրդի մեջ, դա արդեն եղած ցուցահանդեսից։
Պարոն Ամիրխանյան, նաև ձեր համագործակցության մասին կուզեի իմանալ, պարոն Աշոտ Գեղամյան այստեղ չէ, բայց դուք կարող եք դա ասել, որտեղ դուք այստեղ եք բնակվում եւ որքանով եք ծանոթ 4 հեղինակների գործերին եւ ինչ կասեք։ Հեղինակներին բավականին ծանոթ եմ, ճիշտն ասած, շատ ուրախաց եմ, երբ որ պարոն Գեղամյանը ասաց, որ լինելու է մեր այս 4 նկարիչների, գեղանկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսն է, որովհետև իրոք 4-ն էլ պրոֆեսիոնալ են, 4-ն էլ ինքնատիպ են ու ընտրության ժամանակ, երբ որ ընտրում ենք աշխատանքները, թե որ աշխատանքները պետք է ներկայացվեն, վստահաբար հիմա կարող եմ ասել, ոնց որ նշեց պարոն Շուգարովը, որ լինելու է յուրահատուկ ցուցահանդես, որ պետք է համադրենք 4 գեղանկարիչներին մի ցուցասրահում, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել տարբեր 4 արվեստագետների աշխատանքները։ Այո։ 4-ն էլ յուրատիպ են, պարոն Շուգարովը մի քիչ համեստություն արեց եւ իր գեղանկարչության մասին մի քիչ խոսեց, այո, շատ ինքնատիպ է եւ ունի կարող եմ բաժանել 3 մասի, ինչ որ տեսել եմ մեր ընտրության ժամանակ. բնանկարները, ձիերի շարքը եւ աբստրակցիոնիզմը։ Այդ բոլորն են ներկայացված են լինելու, բոլոր ոլորտները։ Այո, այդ 3-ն էլ ներկայացված են լինելու, իմ կարծիքով լինելու է շատ հետաքրքիր, շատ բազմաբովանդակ երեկո, մշակութային երեկո։ Շատ լավ, պարոն Շուգարով, սա դրա առաջին համագործակցությունն է ամերիկահայության հետ, այսպես ասենք, կամ Սարյան ստեղծագործական միության հետ, թե նախկինում եւս փորձեր ունեցել եք ներկայացվել ցուցահանդեսներում կամ մի քանի տարի առաջ ներկայացվել եմ Ամերիկայում, ես բայց ֆիզիկապես թե չեմ եղել, սա առաջինն է, այո։ Առաջինն է։ Եվ ես շատ շնորհակալ եմ պարոն Գեղամյանին, իր ալբոմը շատ մեծ է այդ ամեն ինչի մեջ, որտեղ ինքը հենց կազմակերպեց այդ ամեն ինչը եւ պարոն Ամիրխանյանին, որը ընտրեց գործերը եւ հետագայում այդ էքսպոզիցիան, այո, պարոն Գեղամյանի հետ ու էսի ուզում եմ նշեմ, որ մի համագործակցություն է, ոնց որ նշեցիք տեղի ունենալու Զորայան թանգարանում, որի ուրեմն խորհրդի անդամ ենք, այո, շատ լավ համագործակցություն է լինելու Զորայան թանգարանի եւ Սարյան մշակութային միության հետ։ Ինձ թվում է պետք են այսպիսի համագործակցությունները, որպեսզի կարողանանք ավելի լավ ներկայացնել մեր հայ արվեստը հայ նկարիչներին։ Ու սա ինձ թվում է շատ լավ օրինակ է ու շատ լավ նախադեպ է, որպեսզի հետագայում շարունակ։ Իսկ այլ համայնքներում Սփյուռքի կամ այլ երկրներում ներկայացվել են հեղինակները։ Այո։ Կարող եք մի փոքր 4-ն էլ Կայծակը ներկայացվել է Հոլանդիայում, Ամերիկայում էլ, Գերմանիայում, Ֆրանսիայում, Լիբանանում, նույնը Փայլակը, նույնը Տիգրանը, բավականի շատ երկրներում ներկայացվել են եւ ոչ թե մենակ հայկական համայնքներում, այլ ներկայացվել։ Ես էլ եմ ներկայացվել, հիմնականում ամենաշատը Մոսկվայում եւ Ֆրանսիայում։ Որտեղ Ֆրանսիայում աշխատում էի 3 տարի եւ բավականին շատ այնտեղ ցուցադրություններ եմ ունեցել եւ Մոսկվայում անհատական ցուցահանդեսներ։ Այո։ Նույնն էլ իրանք էլ։ Այո։ Գիտեք, մեզ համար երկակի, այսպես խնդիր է Սփյուռքում նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպումը, նախ առաջին հերթին որ աշխարհին է ներկայանում, որտեղ դա միայն հայերը չեն կարող, բոլորի առաջ է բացի, եւ երկրորդը հայապահպանության խնդիր է իհարկե լուծում նաեւ մշակույթի բոլոր ոլորտները, այդ թվում նաև գեղանկարչությունը, որովհետև սերունդները դաստիարակում է վերջո, մարդիկ հաղորդակից են լինում եւ այլն։ Դրա համար դա ողջունելի միջոցառում է, բայց մենք շատ լավ գիտենք, թե Հայաստանում էլ է կարծես թե այդպես, որ փոքր, այսինքն երիտասարդ սերունդը որքանով է հետաքրքրված եւ ինչ է պետք անել, որպեսզի ավելի շատ այսպես ծանոթանան մեր արմատները ներկայացրող մշակույթին։ Եթե համեմատել ունենք Հայաստանի ինչ ակտիվություն է Սփյուռքում, ինչ այդպիսի տարբերություն զգացել եք, պարոն Շուգարով, նախ ձեր կարծիքը նաև գիտեք ինչ զգացել եմ, երևի պետք է ավելի շատ աշխատել եւ պետականորեն
աշխատել, որովհետև եթե պետությունը չի վերցնում իր վրա այդ դերը, շատ բարդ է։ Որտեղ ցուցահանդես կազմակերպել, պարոն Գևամյանն է կազմակերպում։ Այո։ Բայց պետականորեն այս ցուցահանդեսները ոչ Հայաստանում, ոչ Սփյուռքում, ոչ անհատներ են կազմակերպում։ Եթե պետությունը իր վրա վերցնի այդ բեռը, ինձ թվում է մշակույթը աճ կապրի։ Որտեվ այսպեսի միջոցառումներ կլինեն շատ, եւ մարդիկ կգնան, դա կառաջացնի հետաքրություն, Իհարկե։ եւ դա շատ կարեւոր է։ Մենք ունենք երեխաներ, որոնք մեծանում են, որոնք պետք է դաստիարակվեն Այո։ այդ ոլորտում, Այո։ որովհետեւ առանց դրան չի լինի։ Անշուշտ ավելի բարձր արվեստին։ Բարձր արվեստին, ու մենակ այդ մեր ցուցահանդեսը չի վերել, ընդհանրապես արվեստի պատմությանը, հայ արվեստի, համաշխարհային արվեստի պատմությանը, դա շատ կարևոր է եւ պետքա միացնել Սփյուռքը եւ Հայաստանը, որ դուրս գա աշխարհ, դա շատ կարևոր է։ Լավագույն խողովակն է։ Անշուշտ, Ասենք հայկական մշակույթը տարածելու, բայց արդյոք մենք կարողանում ենք դա օգտագործել։ Այո։ Նու ինձ թվում է ավելի շատ Սփյուռքի հետ կապված ես կասեի երևի մշակութային օջախներ կան, ոնց որ ասում է ամեն մեկը փորձում է իր լուման ներդրի ու այդ հայապահպան գործարանի Սփյուռքում ուղղակի համակարգով, այո, լիներ համագործակցություն ինձ թվում է ավելի լավ կլիներ։ Թե նկարչական դպրոցների, թե փոքր պատկերասրահների մեջ, թե բարի խմբակների համագործակցություն լիներ, համերգներ լիներ, համատեղ, ինչ որ բաներ լիներ, որ բոլորին հավաքեր միտեղ։ Այո։ Համակարգող խորհուրդ է։ Համագործակցություն, այո։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի հետ կապված մատաղ սերնդի եւ ոնց որ ասած փոքրուց դաստիարակել մշակույթը սիրող մեր մանավանդ հայկական մշակույթը սիրող ու հարգող որպես քաղաքացի, այսպես ասեմ, եթե կհիշեք մենք մեր ժամանակ դպրոցներում ունենք բերում էին աբոնեմենտներ։ Այո։ Որ շատ էր նպաստում, որ անկախ քեզանից այո, թատրոն գնաս, այո, մի ուրիշ տեղ գնաս, մի ուրիշ տեղ գնաս ու այդ կրթեց մեզ ինձ թվում է, այդ մեծ ներդրում ունեցավ։ So այդ պետքա պահել, թե խրախուսել եւ այո, այո, եւ նմանատիպ բաներ ինչու՞ չէ, նաեւ կարելի է մեծ համայնք ունենք այստեղ։ Անշուշտ։ Գիտեք, յուրաքանչյուր արվեստ լինի, երաժշտություն, չգիտեմ, նկարչություն, ամենտեղ կա այդ բիզնեսի պահը, այսինքն կոմերցիոն պահը, ինչպես երաժշտության մեջ եւ շատ ժամանակ, ասենք, բարձր երգիչներին, բարձր արվեստ ներկայացնող երգիչներին տեսնում ես, ասենք, շատ կոմերցիոն մեղմ եմ ասում, երգեր կատարելիս, որտեղ դա փող է բերում։ Կարծում եմ նույնը կա նաև գեղանկարչության մեջ։ Այսինքն շատ նկարիչներ նկարում են ծախելու համար եւ ոչ թե ինչ որ շատ այդպես գործնելու։ Միգուցե դա իմ տպավորությունն է, բայց կուզեի ձեր կարծիքը լսել։ Որքանով է կարևոր, որպեսզի այդ գործը լինի կոմերցիոն, այսինքն վաճառվի։ Որն է գաղափարը։ Չեմ ասում այս ցուցահանդեսի մասին, ընդհանրապես եմ ասում եւ ինչպես բալանսավորել դա։ Որպեսզի բարձր արվեստը չտուժի։ Մի օրինակ կարամ բերեմ, ուղղակի երևի պարոն Շուգարովն էլ համաձայն լինի հետս, մեր արվեստի պատմության մեջ վերածննդի շրջանում մանավանդ մեծ անունները բոլորը ունեցել են իրենց հովանավորները, այսպես ասած։ Միքելանջելոից սկսած, որոնք որ պատվեր են կատարել։ Այո։ Բայց տեսեք այդ պատվերը ինչ համաշխարհային արվեստի գլուխգործոցներ ա բերել։ Ուղղակի չգիտեմ, երևի ժամանակներն են պատվիրատուի ճաշակն է կարել։ Պատվիրատուի ճաշակն է մի քիչ փոխվել հիմա։ Այո։ Հիմա ըստ ձեզ տուժում է կոմերցիոն այդ մրցավազքի մեջ տուժում է արվեստը թե չէ։ Այսօր ինձ թվում է մի քիչ է։ Ես գեղանկարի մասով կասեմ։ Օրինակ ես քանի տներում եղել եմ այստեղ, նույնն էլ Հայաստանում, դե պատարին նայում ես։ Այո։ Ես մենակ պարոն Ամիրխանյանի մոտ մեկ էլ միտեղ տեսա ճաշակով բարձր արվեստ։ Չեմ ուզում ասեմ ովքեր են կախած թե եւ ինչ, բայց որպես մեբելի դեկոր չէր դա նկարչություն էր։ Որը շատ կարևոր է, շատ իր երեխաները արդեն մանկուց տեսնում են դա, իսկ դա շատ մեծ բան է։ Շատ մեծ բան է, որովհետեւ մարդու ճաշակը ձևավորվում է, չէ։
Նույնը ես կասեի թատրոնի մասին, կինոյի մասին, երգի մասին, ամեն ինչի մասին։ Շատ կարևոր է։ Իսկ կոմերցիոն կողմը իհարկե դա կարևոր է, որովհետև նկարիչը Պետք է կարողանա ինչ որ անում է, իրան այսպես ասած նյութ է պետք, չէ՞։ Այդ նյութը բավականի թանկ արժի։ թանկ արժի, պետք է կտավ եւ ինքն էլ է ուտում ինչ որ բաներ։ Իդեպ լինել է ցուցահանդես վաճառք, չէ՞։ Այո։ Ասենք, հա, բոլոր մարդկանց ովքեր հետաքրքրված են կարող են հաճախել, նորից հիշեցնեմ, ուրեմն սեպտեմբերի 24-ին ժամը 7-ին Զորայան թանգարանում, որը գտնվում է ուրեմն Գլենոքսի այդ մեր առաջնորդարանի եկեղեցու շենքին կից տարածքում։ Իդեպ թանգարանի մասին դա նոր, այսինքն նախկինում ինչ որ միջոցառումներ եղել չեն եղել։ Այո, միշտ լինում են Ես անձամբ միջոցառումներ, միգուցե անտեղյակ մարդ եմ, բայց չեմ լսել։ շատերն են, շատ մարդիկ կան, որ գալիս են, ասում են ինչ լավ դահլիճ է, ինչ լավ միջոցառում եք անցկացրել։ Ամբողջ բանը սրանն է, որ մարդիկ պետք է մի քիչ ավելի հետաքրքրված լինեն մշակութային թեմաներով, այո, որ թեմաներով եւ թե միջոցառումներով, որ տեղեկացված լինեն, իրոք շատ միջոցառումներ են անցկացնում, որ շատ ժամանակ էլ շատ ափսոս է լինում այդ միջոցառումը, որ անց են կացնում, որովհետեւ մարդիկ ուղղակի տեղյակ չեն լինում։ Դե մեր այսօրվա ծրագիրն էլ հենց այդ նպատակն է, որպեսզի ուզում եմ նշեմ, մարդիկ կարողանան ուզում եմ նշեմ, որ մի օր չի, 2 օր է ցուցահանդեսը, 24-ին եւ 25-ին է։ Այո։ Ովքեր որ չեն կարող առաջի օրը գալ, երկրորդ օրը կարող։ Եվ քանի ժամ է տևելու։ Բացումը լինելու է ժամը 7-ին, ինձ թվում է մինչև ժամը 9-10 Առաջին օրը, բայց հաջորդ օրը բացել լինելու ամբողջ օրը։ Իմ կարծիքով կեսօրից մինչև երեկո։ Այո, բացել։ Բավականին մեծ այսպես պատուհան կա, որպեսզի բոլորը կարողանան գնալ։ Իրոք շատ լավ ցուցահանդես է լինելու, իրոք շատ կուզենամ, որ բոլորը գան մասնակցեն։ Հաղորդակից եղեք հայաստանյան, այսպես Հայաստան մայր հայրենիքից եկող արվեստին։ Իդեպ սա առաջին համագործակցությունն է, եւ թե ձեր, թե Սարյան ասոցիացիայի, եւ թե նաեւ Զորայան թանգարանի։ Զորայան թանգարանի հետ, այո, առաջին համագործակցությունն է։ Ու հույս ունենամ, որ վերջինը չի լինի, որովհետեւ ակնկալիքները մեծ են այս ցուցահանդեսից ու իրոք ես որպես ամբողջ կյանքս ոնց որ արվեստի մեջ անցկացրած անձնավորություն, երբ որ լսեցի, որ այս որակի գործեր են գալու ու այս նկարիչներն են ներկայացվելու, շատ ուրախացա ու շատ լավ ակնկալիքներ ունեմ։ Շատ լավ, ասիկ կայծակը եղել է այստեղ։ Ցուցադրվել է 2 տարի առաջ ցուցադրվել։ Այսինքն մեր եւ դուք եւ կայծակ Վանիկյանը ուրեմն ծանոթ անձիկ եք, գեղանկարիչներ եք մեր համայնքում։ Ну, ես չգիտեմ, ես ինչքան ծանոթ եմ, կայծակը, հա։ Այո։ Շատ լավ, երևի եւս մեկ անգամ հիշեցնենք մեր հեռուստադիտողի ավելացնելու որից է թեմա կա, կարող ենք շարունակել, եթե չէ, հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, որ ուրեմն սեպտեմբերի 24-ին ժամը 7-ին Մարտիրոսարյան ստեղծագործական միությունը բոլորիդ հրավիրում է ուրեմն հայ առաքելական եկեղեցու Արեմտյան թեմի առաջնորդարան, հասցեն 3325 North Glenox Boulevard, Burbank, որտեղ հարավից տարածքում գտնվում է Զորայան թանգարան եւ որտեղ կներկայացվեն Հայաստանի ժամանած 4 ուրեմն գեղանկարիչների գործեր, Անդրեյ Շուգարով, ով հիմա մեր հետ նստած է, Կայծակ Վանիկյան, Փայլակ Վանիկյան եւ Տիգրան Սմբատյան։ Այսքանը թերևս այսքանով ավարտենք, շնորհակալություն։ Ելի եմ ուզում շնորհակալություն հայտնել ձեզ, հատուկ շնորհակալություն պարոն Գեղամյանին, որը իրոք շատ մեծ լումա ունի, արվեստի ողմարդ է եւ կազմակերպում է այդ ցուցահանդեսը եւ պարոն Ամիրխանյանին, որը Աշոտ Գեղամյանի հետ այդ գործը կատարում է շատ կարեւոր։ Ինձ թվում է շատ կարեւոր գործ է կատարում։ Շատ կարեւոր։ Դա միայն ուրեմն բիզնես չէ, դա միայն այսպես ասենք հոգեվոր կյանքի հետ շատ։ Դա նաեւ հայապահպանություն է, հատկապես Սփյուռքում։ Այո։
Շնորհակալ գործ է, կարծում եմ մենք առիթ կունենանք նաև այս ցուցահանդեսից հետո խոսել պարոն Գեղամյանի հետ։ Այսքանը կհանդիպենք ամսի 24-ին ժամը 7-ին Զորայանց թանգարանում։ Բոլորդ հրավիրված եք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Կհանդիպենք սիրելի հեռուստադիտողներ առայժմ։